Մի քանի դեպքեր, երբ մենք հարց ենք տալիս երեխային, սակայն իրականում հարցի պատասխան չենք սպասում, այլ մեր հարցը միտված է երեխային մեղքի զգացում փոխանցելու եւ ինչ անել փոխարենը։ Ուրեմն հարցերը, որոնք մենք հաճախ տալիս ենք երեխային, որոնց պատասխանը չենք ուզում լսել։ Ինչու ես դու միշտ քեզ էսպես պահում։ Ինչի չես կարողանում ինձ լսել։ Ինչի ես միշտ այդպես վարվում։ Այս հարցերը, չնայած որ հարցեր են, իրականում միտված չեն հասկանալու, թե ինչու է երեխան իրեն այդպես պահում, այլ միտված են նրան վատ զգալ մղելու, նրան ստիպելու, որ նա իրեն վատ զգա իր արարքի համար, մեղքի զգացում ունենա։ Հիմնականում այս հարցերը մեղադրական են, մեղադրական տոն ունեն իրենց ներքևում եւ երեխաներին ավելի վատ են զգալ տալիս։ Հիմնականում սրանք երեխային շատ բան չասող հարցեր են, նրանք ուղղակի արտահայտում են մեր բարկությունը, լարվածությունը, նեղվածությունը տվյալ իրավիճակից։ Ինչ կարող ենք անել փոխարենը, որը հիմնականում ավելի օգտակար է եւ ավելի հասկանալի ու հստակ է երեխայի համար։ Փոխարենը ասելու ինչու ես դու միշտ հարվածում քո ընկերներին, պարզապես ասեք նրան, հարվածել չի կարելի։ Կարիք չկա հարց տալ այն դեպքում, երբ պետք է հստակ օրենքներ երեխային տալ եւ պահանջներ դնել նրա առջեւ։ Ինչու դու միշտ տնայիններդ չես գրում։ Դա հարց է, որը երեխայի պատասխանն է ակնկալում, որը իրական երեխայի պատասխանը չի էլ ակնկալում, պարզապես մեղադրական է երեխայի հանդեպ։ Դրա փոխարեն կարող եք ասել տնային աշխատանքը պետք է անել մինչև քնելը նախորդ օրը երեկոյան։ Եվ վերջ, կարիք չունեք դուք երեխային հարցեր տալ այնտեղ, որտեղ հարցի կարիքը չկա։ Այստեղ կարիք կա հստակ սահմաններ դնելու ու երեխային այդ սահմանների մասին տեղյակ պահելու, որպեսզի նա իմանա ինչ է իրենից սպասվում։ Եվ կարևորը երեխային փոխանցել այն հանգամանքը, որ նա պատասխանատու չէ ձեր զգացմունքների, բարկության, նեղվածության համար։ Նա պատասխանատու է իրենից սպասվող վարքը դրսևորելու եւ ցուցադրելու համար։ Կարիք չկա ուրեմն բարկության կամ նեղվածության ժամանակ երեխային հարցով դիմել, այլ հստակեցրեք ինչն է պատճառը, որ ձեզ բարկացնում է, եւ տեսեք, արդյոք դուք այդ առումով երեխայի հետ հստակ կոմունիկացիա ունեք եւ երեխան հստակ գիտի, թե դուք ինչ եք սպասում իրենից։ Եթե դուք սպասում եք, որ երեխան իր խաղալիքը կիսի, այդ մասին նախապես տեղյակ պահեք նրան։ Ասեք նրան եւ միասին որոշում կայացրեք, արդյոք որ խաղալիքն է կիսելու, որը ոչ։ Բայց ասելու ինչու դու երբեք խաղալիքներ չես կիսում, երեխային ոչ մի օգուտ չի տալիս եւ ձեր շփումը կոմունիկացիան ոչ մի ձևով չի բարելավում։ Հուսամ օգտակար եղավ։ Շնորհակալություն։